Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի 6-րդ կետը սահմանում է հետևյալը. 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագիր։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, 2014 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ շուրջ 1 տարի առաջ այստեղ էր պարոն Պուտինը, հայտարարեց, որ իր ռազմաբազայում, որին մենք անհատույց տրամադրել ենք Ռուսաստանի Դաշնությանը, հայտարարեց, որ իրենք երբևիցե այստեղից չեն հեռացել։ Եկեք մի պահ մտածենք, թե ինչ է նշանակում այստեղից չեն հեռացել եւ ինչ քաղաքական հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ այսպիսի պայմանագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Եկեք մի պահ հաշվի առնենք, թե ինչ է տեղի ունենալու Ռուսաստանի Դաշնության հետ 2 տարի հետո, ուր ենք մենք գնում։ Եվ հատկապես խոսքս ուղղում եմ նաև այս խորհրդարանում ներկայացված գործարարներին, թեպետ այդ իրավունքը իրենք չունեն, լինեն միաժամանակ падգամավոր եւ գործարար, բայց առաջինը հենց դուք եք տուժելու այս տիպի պայմանագրի վավերացումից եւ Ռուսաստանի Դաշնության տնտեսության անկումը ուղղակի անդառնալի է լինելու մեր Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անկախության նկատմամբ։ Եկեք հաշվի առնենք, որ նախկին խորհրդային միության ամբողջ քարտեզը դեֆորմացիայի մեջ է եւ մենք չպետք է շտապենք, ընդհակառակը մենք պետք է սպասենք եւ մենք ինքնուրույն քաղաքական